ուրբաթ օրը։ Այն ինչ որ Հիսուսը ցույց տվեց որպես սիմվոլ, հացը եւ բաժակը ուրբաթ օրը իրականացավ, իր մարմինը խաչի վրա կոտրվեց եւ արյունը թափվեց։ Դրա համար մենք հենց ուրբաթ օրը այսօր այստեղ հավաքվել ենք։ Բերեք կարդանք Մատթեոս ավետարանից 26 գլխի 17 խոսքից, մի քիչ շատ համարներ ենք այսօր կարդալու, բայց մտածում եմ, որ դա մեզ պետք է, որ մենք հասկանանք։ Բաղար կերած տոնի առաջի օրը աշակերտները մոտեցան Հիսուսին եւ ասեցին. «Որտեղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկո ընթրիքը»։ Հիսուսը ասեց նրանց. «Գնացեք քաղաք, այսինչ մարդու մոտ եւ նրան ասեք. Վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու զատիկը»։ Աշակերտները արեցին այնպես, ինչպես Հիսուսը հրամայեց իրենց, եւ պատրաստեցին զատկան ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը 12 աշակերտների հետ սեղան էր նստած եւ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։ Աշակերտները խիստ տխրեցին եւ նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Միթե ես եմ, Տեր»։ Նա պատասխանեց եւ ասեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու։ Մարդու որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է մարդու որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին եւ ասեց. «Միթե ես եմ վարդապետ»։ Դու ասեցիր, պատասխանեց նրան։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց եւ տվեց աշակերտներին, ասելով. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը», ապա բաժակը վերցնելով գոհացավ, տվեց նրանց ասելով. «Խմեք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտը իմ արյանը, որ շատերի համար թոփվում է մեղքերի թողության համար»։ Մի քանի դիտարկումներ այս հատվածից։ Առաջինը, ոնց եւ ինչ անենք։ Հետաքրքիր բան է, որ աշակերտները մոտեցան Հիսուսին ու հարցրեցին. «Ինչ անենք»։ Որտեղ Հիսուսը մի բան էր իրանց սովորացրել, որ մենք չենք անում այն ինչ որ ուրիշներն են անում, մենք սովորության պես չենք անում, մենք չենք անում մարդուն հաճեցնելու համար, այլ մենք անում ենք այն, ինչ Աստծուց առաջնորդվում ենք, որտեղ Հիսուսը միջև այդ սովորացրել էր իրանց, որ ես ոչինչ չեմ անում, եթե հորից դա չի լինում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հիսուսը սովորացրել էր, որ ամեն բան անելուց մենք պետք է առաջնորդվենք կամ հարցնենք Աստծուն, ինչպես պետք է անենք։ Ոստեղ, օրինակ, աշխարհը ինչպես է զատիկը տոնում։ Նապաստակներով Գերմանիայում ձուն երկելով, չէ, աշխարհը ձև է, դա սովորություն է։ Օրինակ, երբ որ ես Բելարուսի ապրում էի, մարդիկ հավաքվում էին ուրբաթ երեկոյան եւ ամբողջ գիշեր անց էին կացնում եկեղեցու տարածքում, զբաղվելով հարբեցողությամբ։ Իրանք դա տոնում էին Հիսուսի խաչելությունը։ Սկզբից եկեղեցում հաղորդություն էին անում, որից հետո եկեղեցու տարածքում ամբողջ գիշեր անց էին կացնում ու դա իրանք անվանում էին, որ դա սրբություն է։ Բայց իրականում այդտեղ տեղի էր ունեմ պղծություն, մեղքի արտոնություն։ Ոստեղ աշակերտները հարցրեցին. «Ինչպես կուզես, որ մենք տոնենք»։ Եվ հետաքրքիր է, որ ուշադրություն դարձրեք, հիմնականում Հիսուսը աշակերտներին առաջարկում էր ինչ-որ բան անել, բայց այս դեպքում ասում է հրամայեց։ Մի որոշ թարգմանություններում գրված է կարգադրեց, նորից կարգադրեց բառը նույն բառն է նշանակում հրամայեց։ Երբ որ մենք նայում ենք հին ուխտին, զատիկի պատմությունը, այնտեղ ենք տեսնում, որ Աստված խստորեն պատվիրեց զատիկը պահել։ Ու հետաքրքիր բան, որն էր այդ հրամանը։
երբ որ մենք ստեղ կարդում ենք ուշադրությամբ, մենք տեսնում ենք հրամանն էր պատրաստվել եւ մեկտեղ հավաքվել։ Սա ոչ թե առաջարկ էր Հիսուսի կողմից, այլ հրաման, կարգադրություն, որ ես եւ դու պատրաստվենք ու մեկտեղ հավաքվենք, որպեսզի հիշատակենք Քրիստոսի կատարած գործը։ Իհարկե սա չի վերաբերվում մենակ զատիկի ծառայությանը, սա վերաբերվում է յուրաքանչյուր ծառայությանը։ Գիտեք, իհարկե մենք Կիրակի օրը պետքա տոնենք Քրիստոսի հարությունը։ Սա տոնը։ Մենք Կիրակի օրը մեկս մյուսից ողջունում ենք, ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց, ուրախության օրը, բայց այսօր ուզում եմ ձեզ ասեմ, որ այդքան էլ ուրախության օր չի։ Դու պատկերացրու քո վրա, պատկերացրու մի պահ քո վրա։ Աստված մեզ պահի, բայց մենք մեր կյանքում տեսել ենք, զգացել ենք, որ մեր կողքից, մեր հարազատներից ինչ որ մեկը մահանում է։ Կլինի մայր, կլինի հայր, կլինի տատիկ, կլինի պապիկ։ Մենք տեսել ենք ու պատկերացրեք այդ ժամանակ ինչ որ մեկը կողից ուրախանա։ Ոնց կզգաս դու քեզ։ Պոլ Վաշերը մի հատ հետաքրքիր բան ասում, երբ որ զատիկի ծառայությամբ մարդիկ ուրախանում են, ասում են ժողովուրդ կանգ առեք։ Այդ օրը Աստծո որդին է մեռել։ Հա, քեզ համար ուրախանում առթա, որովհետև դա քեզ փրկեց։ Բայց հարգիր Աստծուն, պատվիր Աստծուն։ Նրա սրտի ցավը հասկացի, որտեղ նա ցավ քաշեց, որ քո պատճառով մեկ ես անկեղծ եմ ասում, այն երգը մենք շատ ենք, ես էլ երգ շատ եմ սիրում, մենք հաճախակի ենք այդ երգը երգում, որ ասում է Հիսուս, ինչ չեմ հասկանում, ինչու ինձ այսքան սիրեցիր։ Ես մեկ որ նայում եմ ինձ ասում եմ, ախր ես արժանի չէի, որ հայրը համբերեր այդ ամենը ինձ համար։ Եվ Եբրայեցիս 10-րդ գլխի 25 խոսքում շեշտադրում է դրվում Աստծո խոսքի մեջ նորից այդ մասին, որ նա կարգադրեց, որպեսզի մենք բաց չթողանք մեր հավաքույթները բաց չթողենք։ Ասում է ինչպես ոմանք սովորություն ունեն։ Ցավ եմ քաշում, բայց եթե անցած Կիրակի դուք եղել եք եկեղեցում եւ լսել եք խոսքը գնում է աստեղի եկեղեցու մասին, ես ստեղ չեմ եղել, բայց լսել եմ խոսքը եւ Վարուժ եղբայրը հետաքրքիր մի հատ բանի առաջ կանգնացրեց, որ եթե մենք այսօր ուշադիր լինենք, նոր մարդ եկող, եթե մեզ վերցրի օրինակ, մեզանից ինչ կսովորի։ Ինչ քեզանից կսովորի մարդը։ Եկեղեցի չհաճախել, կարգ ու կանոն չպահել, չէ՞։ Ամեն բան ձեզ մատերի արանքով նայել։ Ողջունում ենք ձեզ։ Ուրեմն, շատ կարևոր մի հատ բան, որ ուզում եմ շեշտադրեմ, որպեսզի մենք հասկանանք, այս ծառայությունները, այս տոները մենք պետքա Տիրոջից հարցնենք, ոնց անցկացնենք, ինչ անենք, ոչ թե աշխարհի նման։ Աշխարհը ինչ անում այսօր։ Մեկը մեկին հույր է գնում, էսի առիթ է, չէ՞, որ մեկը մեկի հետ ժամանակ անցկացնի, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ այսօր ինձ եւ քեզ Տերը հնարավորություն ա տվել հարցնել եւ առաջնորդվել Աստծո հոգով։ Եվ հաջորդ բանը, ուզում եմ մի քիչ ուշադրություն դարձնեք այս դրվագը, որ մենք կարդացինք, պատկերացրեք, Հիսուսը Հովհաննես Ավետարանում ասում է, ես շատ փափագեցի այս խնջույքը, այս զատիկը ձեզ հետ անցկացնել։ Հիսուսն ասում է, շատ փափագեցի։ Դա մի հատ ընթացք էր, որ հավաքվել էին իրար գլուխ, ասենց ասեմ, Հիսուսը իր աշակերտների, իր ամենամտերիմների հետ, ու այս պահին Հիսուս ասում է, որ ես շատ փափագեցի ձեզ հետ այս զատիկը ուտեմ։ Ու մեկ է, մի առ ժամանակ հետո, պատկերացրեք, այդ պահը պատկերացրեք,
Հիսուսը շրջվում է իր աշակերտներին, ասում է, որ ձեզանից մեկը ինձ կմատնի։ Ով այդտեղ կսպասեր դենց բան։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը այդ պահին կպատկերացներ, որ կասեն իրան ձեզանից մեկը կմատնի ինձ։ Հավաքվել են զատիկի ատմոսֆերայի, ասենց լավ ժամանակը, ու մեկ էլ հանդիպում են նրան, որ Հիսուսն ասում է ձեզանից մեկը կմատնի։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք ստեղ մի բանի։ Մի քիչ առաջ գնանք։ Եվ բոլորը գալիս էին ասում են միթե ես եմ Տեր։ Այս ուշադրություն դարձիք, չէ՞։ Բոլորը Հիսուսին հարցնում են, ասում են միթե ես եմ։ Միթե ես եմ։ Ու շեշտադրում են միթե ես եմ Տեր։ Եվ Հիսուսը ասա, որ նա որի մեջ ձեռը մտցրեց ամանի մեջ, նա ինձ կմատնի, ինչ ասավ Հուդան։ Միթե ես եմ վարդապետ։ Այստեղ որոշիչ բան կար։ Այս մարդը Հիսուսին չէր ընդունել որպես Տեր։ Այս ուշադրություն դարձրիք։ Բոլորն ասում են միթե ես եմ Տեր։ Իսկ Հուդան ասավ միթե ես եմ վարդապետ։ Նա չէր ճանաչում Հիսուսին որպես իր կյանքի Տեր։ Նա Հիսուսին չէր ճանաչում որպես մի անձնավորություն, որին իր կյանքը կարող է ընծայի։ Նա Հիսուսին ճանաչում էր վարդապետ, որին կարելի է հետևալ, որովհետև լավ բաներ է կատարվում իրան հետևալուց։ Մենք այսօր, մեր ազգը, մենք քրիստոնյա ենք, Քրիստոսյան ունը մեր վրա է, բայց ուզում եմ քեզ ասեմ, դաժե շատերը անվանում են Հիսուսին Տեր Աստված, բայց իրականում Հիսուսին ընդունում են որպես վարդապետ, որպես Տեր չեն ընդունում։ Որպես վարդապետ, որին կարաս հետևաս այն ժամանակ, երբ որ քեզ ձեռը տալու, չէ՞։ Երբ որ մենք չենք ուզում, այն դպրոցական ժամանակ, ամեն բան անում ենք, դասի չէինք գնում, չէ՞։ Բայց ծառան կարա տիրոջը ասի, այսօր հավես չունեմ աշխատելու։ Չի կարա, չէ։ Եթե մեկը քո Տերն է, դու չես կարա իրեն ասես, այսօր ես լավ տրամադրությամբ չեմ վերկացել։ Մի հատ դրվակ է Հիսուսը պատմում, ասում է, եթե ծառան հոգնած գա տուն հասնի, ինչ եք կարծում։ Տերը կհելնի իրան կհույրացնի, կասի նստի կեր, չէ։ Ասում ընդհակառակը, այս ծառան հոգնել է, բայց կգա տունն էլ տիրոջը կծառայի, ու երբ որ Տերը արդեն հագենա, գնա հանգստանալու, ինքը կարա իր հանգիստը վայելի։ Բայց վարդապետի դեպքում այդպես չի։ Վարդապետին դու կարող ես, այսօր դու իմ վարդապետն ես, բայց եկուց ես ուրիշ վարդապետ եմ ճարել։ Ինչը կատարվեց աշխարհի մեջ, հետևում էին Հիսուսին, եկավ խաբեությունը, օրինակ վերցնենք մուսուլմանիզմը, չէ, ինչ որ Մուհամեդ առաջացավ ու սկսեց ասել, որ ես եմ վերջի ուսուցիչը, եւ շատերը հետևացին, ինչի, որովհետեւ չէին ճանաչում Հիսուսին որպես իրանց Տեր, չէին նվիրվել, չէին ընծայվել, ու ստեղ ես ուզում եմ քեզ ասեմ, որ ստեղ հարցը գնում է հենց այս փաստի շուրջ, եթե Հիսուսը քո Տերն է, դու կկատարես նրա հրամանները, որովհետև Հիսուսը իր ծառաների համար ունի կարգադրություններ, ոչ թե առաջարկություն։ Գիտեք, ես քեզ մի բան եմ ուզում ցույց տամ, որ այսօր ժամանակակից քրիստոնեությունը մենք փորձում ենք, ես չեմ ասում ուրիշներին, մենք, ես ինքս էլ, ուզում ենք, որպեսզի մարդկանց լավ լինի, հաճելի լինի, բայց ուզում եմ քեզ ասեմ, Հիսուսը շողոքորթություն չէր անում։ Հիսուսը դիպուկ էր ասում, ասում էր, եթե ուզում ես իմ հետևից գալ, անձը տուրացի, խաչը վերցրու ու արի իմ հետևից։ Անձը վերցրու, խաչը տուրացի ու արի իմ հետևից։
Պատրաստ եմ ես դրան։ Եթե Հիսուսը իմ Տերն է։ Հիմա ես քեզ ուզում եմ հարց տամ. ով է Հիսուսը քո համար։ Ով է Հիսուսը անձամբ քո համար։ Քո ուղղակի վարդապետը, թե քո Տերը։ Եթե հիմա Հիսուսը այստեղ կանգնած լիներ, Բարք Հիսուսին։ Եթե հիմա Հիսուսը այստեղ կանգնած ու ասեր, ձեզանից մեկը ինձ կմատնի։ Ինչ կզգայիր դու։ Ինչ կմտածեիր դու։ Եթե Հիսուսը այսօր այստեղ կանգներ ու ասեր, ձեզանից մեկը ինձ կմատնի։ Ես ասեմ ես ինչ կմտածեի, որտեղ եմ իմ կյանքում դավաճանում նրան։ Իհարկե Պետրոս ընդեղ համարձակն էր, Տեր, եթե բոլորն է քեզ ուրանան, բոլորն է քեզ դավաճանեն, ես քեզ չեմ ուրանա, չեմ դավաճանի, միջև իմ մահ կգամ քո հետևից։ Հիշում եք, չէ՞ այդ պատմությունը։ Մենք էլ ենք այդ ձև, հիմա որ քեզ մոտենամ հարցնեմ, կասես, չէ, ես միջև վերջ կգնամ։ Պետրոսն է ասա, բայց Հիսուսը Պետրոսին հանգստացնելու համար ապագան գիտեր։ Ասավ, այսօր աքաղաղը 3 անգամ չկանչած, դու 3 անգամ ինձ կուրանաս։ Ու հենց դենցել եղավ, ուրացավ Հիսուսին։ Հիմա առաջի հարցը հիշում եք, չէ՞ որն էր։ Ով է Հիսուսը քեզ համար։ Ուղղակի վարդապետ, թե նա քո Տերն է։ Եթե վարդապետ է, դու ընտրում ես այսօր հետևաս իրան, մյուս օրը չհետևաս, մյուս օրը հետևաս, այն մյուս օրը չհետևաս, եթե ինքը վարդապետ է ուղղակի քո համար։ Որովհետև այսօր մարդը ընտրում է, որպեսզի իրան հարմար լինի։ Այս վարդապետը ինձ լավ բաներ չի քարոզում, ինձ դուր չի գալ իր սովորացրած բաները։ Ես կգնամ նրա մոտ, ով որ ինձ բան է, իմ ուզած բաներն է սովորացնում։ Եվ Պողոս առաքյալը գրում է, որ վերջին ժամանակները մարդիկ կփնտրեն քարոզիչների, որոնք իրանց լսողությունը շոյում են։ Դուրեկան բաներ են ասում, դուրեկան ոճով են ասում։ Բայց Հիսուսը չէր փորձում մարդկանց դուր գալ, որտեղ դրվագներ եկավ ասում է, Տերով կարող է լսել այն ինչ որ դու ասում ես։ Բոլորը գնում են։ Դուք պատկերացնում եք աշակերտների անհանգստությունը։ Մեկ էլ Հիսուսն ասում է, դուք եք ուզում գնաք։ Որտեղ ինքը չէր ընտրում ուղղակի, որ իրան ընդունեն վարդապետ, այլ կարևորում էր, որ ինքը լինի իրանց Տերը։ Եվ ինքը իրավունք ունենա կարգադրելու։ Դու այսօր կարող ես քո սրտի մեջ անկեղծ Տիրոջ առջև ասես, որ Տեր, դու կարող ես ինձ կարգադրել, որտեղ այդ խոսքերը, երբ որ մենք կարդում ենք, ասում է, աշակերտները արեցին այնպես, ինչպես Հիսուսը հրամայեց իրանց, կարգադրեց։ Դու կարող ես ասել, Տեր, ես կանեմ այնպես, ինչպես դու ինձ կկարգադրես։ Դու կարող ես այսօր Հիսուսին ասել, որ Տեր, դու իմ Տերն ես։ Ես քեզ ընտրել եմ, ես քեզ տվել եմ իմ կյանքը, իրավունքն եմ տվել ինձ կարգադրելու։ Եվ հաջորդ բանը, որ մենք տեսնում ենք, եթե Հիսուսը ինձ հարցնի, ես լսեմ Հիսուսի կողմից, որ ձեզանից մեկը ինձ կդավաճանի։ Այս հարցը եկեղեցիներում չի հնչվում։ Ինչի համար, որովհետև այս հարցը մի քիչ վախենալու հարց է։ Որտեղ մարդկանց դա դուր չի գալի, դա մարդկանց կվանի, բայց ես ուզում եմ Հիսուսի անունով քեզ հարցնեմ, դու հնարավոր է լինես ինձ դավաճան, մհին չէ, Հիսուսին, ուստեղ խոսքը չի գնում խոսքերի մասին,
Պետրոսի նման կարող ես հիմա չասես, Տեր, ես մինչև մահ կգնամ քո հետևից։ Այլ երբ որ սարսափի մեջ էիր, երբ որ Հիսուսին մեղադրյալի աթոռին կանգնացրած էին, ու այդ ժամանակ Պետրոսը հեռվից հետևալով մեկ է իրան մի հատ ծառա աղախին, ասավ, ոնց որ դու էլ էիր նրա հետ, քո դեմքը շատ ծանոթ է, դու Հիսուսի հետ էիր քայլում։ Ինչ արավ Պետրոսը։ Գիտեք, թողեք մի քիչ հանդիմանեմ ձեզ, էլի։ Ամեն անգամ, երբ որ Կիրակի օրը, ծառայության օրը, քեզ մի հատ փոքր դեմոնիկ գալիս է ու քեզ ասում է, որ դու այսօր չես կարող լինես եկեղեցում, որովհետև հյուրեր են բերել քեզ մոտ, կամ դու քեզ թույլ ես զգում, կամ զբաղված ես, դու ինչ ես ասում այդ ժամանակ, միջև իմ մահ կգնամ Հիսուսի հետևից, թե ես իհարկե չէի ուզենա, որ ստեղ հնչվեր նման բան, որ կասեր, ձեզանից մեկը ինձ կմատնի, բայց ուզում եմ ասեմ քեզ, այսօր ես համարում եմ, որ ստեղ հավաքվել են այն մտերիմները Քրիստոսի, այդ ուրբաթ օրը, զատիկի օրը հավաքվել էին Քրիստոսի մտերիմները, կողից մարդ չկար, այսօր ստեղ մտերիմներն են, ու Հիսուսը մեզ ասում է, ձեզանից մեկը ինձ կմատնի, ուզում եմ քեզ, թե նախոզգուշացնեմ, թե ցավով ասեմ Հիսուսի խոսքերը, ասում է երկուսը մի դաշտում կլինեին, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի, ասում է երկուսով մի անկողնի մեջ կլինեն, մեկը կվերցվի, մյուսը կմնա, երկուսը կլինեն տանիքում գործ անելուց, մեկը կվերցվի, մյուսը կմնա, իհարկե, երբ որ գալիս է այդ հարցի շուրջ մտածել, մեզանից յուրաքանչյուրը մտածում ենք, որ ես կլինեմ այն վերցվողը, չէ՞, ում կվերցնի Տերը, բայց բերեք մի հատ մտածենք, բայց եթե ես մնացողը լինեմ, պատկերացնում ես, որ այն երկուսից մեկը, որ պետքա վերցվի, մեկը մնա, դու լինես նա, ով որ կմնա, հիմա գալիս եմ կուլմինացիային, իսկ ինչ ես անում, որ դու մնացողը չլինես։ Ինչ եմ ես այսօր անում, որ ես մնացողը չլինեմ։ Այս հարցին պատասխանեք դուք, ձեր սրտերում Տիրոջ առջև։ Եվ